Ես նույնպես Պրոշյանի գործարանի աշխատակից եմ Արմավիրի մարզի մասնաճյուղում եւ իմ պահանջը նույնն է, որովհետեւ մեր ապրելակերպը պայմանավորված է տվյալ վարչատվությունից։ Եթե արգելում են, որ արտադրանքը արտերկիր տեղափոխվի, մենք ինչպես ենք ապրելու։ Անհապաղ պետք է այդ հարցը լուծվի, կառավարությունը պետք է լուծվի, որտեւ ապրել է պետք։ Դա սարսափելի բան է գյուղացու համար, երբ նա նստում է անգործ, իսկ պարապ նստելը դա տանում է դեպի մահ։ Իսկ մենք չենք ցանկանում այդպես ապրենք։ Մենք ունենք հայրենիք, պետք է մեր հայրենիքը բարգավաճի, պետք է զարգանա ու մենք լավ ապրենք, ինչպես բոլոր քաղաքակիր երկրները։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ բացվի այդ ճանապարհը։ Օրինակ շարքային քաղաքացին ընկերության ինչ խնդրի կարող է բախվել, եթե սա երկար տևի, այս խնդիրը երկար տևի։ Մենք պայքարելու ենք, մենք պահանջում ենք խստագույնս, չի կարող երկար պահանջել, որտեվ այդ ամսվա աշխատավարձը պայմանավորված է մեր գոյությամբ, մեր գոյատևելու համար։ Դրա համար անհապաղ պետք է բացվի այդ ճանապարհը։ Չի կարող Վրաստանի կառավարությունը այդքան ապերախտ գտնվել։ Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց վիրավորված ենք բոլորս եւ պահանջում ենք բոլորս։ Անհապաղ պետք է բացեն ճանապարհը։ Եթե չբացեն ճանապարհը, այնուամենայնիվ, էլ ինչ քայլերի եք պատրաստ դիմել։ Մենք չենք դադարի բողոքել։ Կդիմենք այնպիսի քայլերի, որ նրանք ստիպված կլինեն։ Ու հիմա թո դեսպանը դուրս գա ու բոլորին պատասխանի։ Այս բոլոր ժողովուրդը դրա համար է դուրս եկել։ Մենք ապրել ենք ուզում, մենք ուզում ենք լավ ապրենք եւ մեր աշխատանքը հասնի արտերկիր, որովհետեւ մենք հայրենակիցներ ունենք աշխարհի բոլոր ծայրերում։ Ես ինքս հաճախ նրանց հետ շփում եմ, անգամ գովազդում եմ, ես ուրախությամբ մեկնաբանում եմ, որ մենք շատ համեղ տեխնոլոգիայով արտադրանք ենք տալիս, նրանք օգտվում են այդ բոլոր պահածոներից եւ պահանջում ենք անպատճառ, մենք ուզում ենք լավ ապրենք։ Հիմիկվա սերունդը այն սերունդը չի, որ ամաչի խոսել, չկարողանա խոսել, բոլորը գրագետ են, հասկանում են։ Երբ պիտի մենք մեր երկիրը տանենք դեպի բարձունք, ոչ թե ամաչենք, քաշվենք, ամաչել չկա, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Թող բաց անեն